Տուրիզմի ոլորտը այսօր մեր հանրապետությունում հռչակված է որպես գերակա ուղղություն, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուրս պետք է խորին գիտակցությամբ և պատասխանատվությամբ մոտենանք ոլորտին առնչվող ցանկացած խնդրի։ Առաջին հերթին ճանաչենք, սիրենք և գնահատենք այն արժեքները, որոնք պատմական ճակատագրով փոխանցվել են մեզ, կարողանանք ճշգրիտ կերպով ներկայացնել մեր երկիր այցելած տուրիստին, հաստատելով այն իրողությունը, որ Հայաստանը իսկապես թանգարան է բաց երկնքի տակ։ Վերջին շրջանում մեր երկրում իրականացվող ակներև բարեփոխումները, հատկապես տուրիզմի ոլորտի զարգացումը խթանելու ուղղությամբ, ծառացնում են կարևոր և հրատապ խնդիր։ Սպասարկման ոլորտի մասնագետների նվազարկայությունը կամ շատ դեպքերում էլ ոչ պրոֆեսիոնալ պատրաստվածությունը։ Հեռանկարային և բազում աշխատատեղեր ունեցող տուրիզմի բնագավառը իր լայնահուն զարգացման ընթացքում թերանում է կարևոր շարժիչ ուժից, գիտակ և հմուտ կադրերից։ Այս առումով մեր երկրում լուրջ առաքելությամբ է հանդես գալիս Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղերից Տուրիզմի հայկական ինստիտուտը։ Ներկայանալով որպես տվյալ բնագավառում որակյալ կադրերի պատրաստման դարբնոց, Տուրիզմի հայկական ինստիտուտը ներկայումս ոլորտի առաջատարն է և իր կենսունակ ծրագրերով մշտապես հիացմունք և հպարտանալու բազմաթիվ առիթներ է պարգևում ինչպես ոլորտի ներկայացուցիչներին, այնպես էլ հասարակության լայն շրջանակին, առաջին հերթին բուհում սովորող ուսանողներին։ Ռեկտոր Ռոբերտ Մինասյանի նպատակասլաց գործելավոճի առանցքում հայրենիքի հանդեպ անսահման սերն ու նվիրումն է, հավատամքը, որ մեր երկիրը լինելով աշխարհի հնագույն բնօրաններից մեկը, համաշխարհային հանրության ուշադրությունը կարող է բևեռել իր վրա։ Տուրիզմի հայկական ինստիտուտը առաջարկում է այնպիսի մասնագիտություններ, որոնք ոչ միայն մրցունակություն են ապահովում աշխատաշուկայում, այլև ուսանողների բնատուր կարողությունների և անհատական որակների դրսևորման հնարավորություն են տալիս։ Տուրիզմի մենեջմենթ և հյուրընկալություն ֆակուլտետում առաջադրվում են հետևյալ մասնագիտացումները՝ հյուրընկալության մենեջմենտ, միջազգային տուրիզմի մենեջմենտ, էքսկուրսիոն մենեջմենտ, էկոլոգիական մենեջմենտ տուրիզմում, անիմացիոն մենեջմենտ տուրիզմում, մարզական տուրիզմի մենեջմենտ, միջազգային տուրիզմի մենեջմենտ և գործնական թարգմանություն։ Ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և երեկոյան կրթաձևերով։ Հատկապես նշանակալից է Տուրիզմի հայկական ինստիտուտի միջազգային համագործակցային կապերի ընդլայնումը։ Եվրոպական կրթական լավագույն կառույցներից վատել ինստիտուտի հետ հեռանկարային ծրագրերի իրագործումը և անդամակցումը Եվրոդիպին, որի առաքելությունը Եվրոմիության հովանու ներքո առաջատար ուսումնական հաստատությունների միավորման դաշինքն է։ Տուրիզմի մասնագետներին եվրոպական չափորոշիչներով կրթելու և ոլորտի առաջընթացը խթանելու համար։ Անշուշտ, իրականացվող ծրագրերը հեռանկար չէին ունենա, եթե դրանց չհաջորդեր արդյունքը։ Այս առումով Տուրիզմի հայկական ինստիտուտի կյանքում կենսական կարևորություն ուներ վատել միջազգային ծրագրի շնորհանդեսի անցկացումը, որի նպատակով բուհ էին այցելել վատելի փոխնախագահ Հենրի Մանյան և Ռուսաստանի վատել ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Ռյաբովը։ Արարողությանը ներկա էին տուրիզմի ոլորտի մասնագետներ, ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարություններից և Երևանի քաղաքապետարանից։ Ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել նաև ուսանողությունը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այդ թվում Հայաստանի լավագույն տուրօպերատորները։ Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկած Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը ընդգծեց պահի պատմականությունը, չէ՞ որ մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ապագայի ծրագիրը իր ներկայացուցչական մուտքն է ազդարարում։ Այսօր տեղի ունեցավ վատել միջազգային ֆրանսիական այդ ծրագրի շնորհանդեսը, որը ներկայացրեց Անրեմանին, փոխ նախագահան վատելի, կրթություն, որը կբերի Հայաստանի տուրիզմի զարգացման, կրթություն, որը կպատրաստի նորագույն մասնագետներ, որոնք նորովի կազմակերպեն տուրիզմը Հայաստանում և նպաստեն տուրիզմի զարգացմանը Հայաստանում, այն ծրագրերը, որ պետությունը դրել է մեր առջև, երկրի առջև, մենք մասնակից կլինենք, մեր մասնակցությունը կբերենք այդ ծրագրերի իրականացման։ Վստահ եմ, որ այդ ծրագիրը կներմուծվի Հայաստան և մենք կունենանք նոր մասնագետներ, որոնք կարող են ներկայացնել մեր Հայաստանը, մեր Հայաստան աշխարհը։ Վատել ծրագրի փոխնախագահը առաջին անգամ լինելով Հայաստանում հիացական տպավորություններ հայտնեց երկրի պատմականության վերաբերյալ և տուրիստիկայի, որպես տուրիզմի վերաբերյալ գիտության տեսանկյունից, հայոց աշխարհը գնահատեց դեռևս չբացահայտված հնագույն օժան։ Անդրադառնալով ծրագրի էությանը, փոխնախագահը վստահություն հայտնեց մոտ ապագայում Հայաստանը տեսնել վատել կառույցին մեծ ընտանիքի կազմում։ Ես ողջունում եմ վատելի ծրագրի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ դա ամենահզոր ու զարգացած կրթական ցանցն է աշխարհում։ Հավատացած եմ, որ վատելի 26 ճյուղերից կազմված ինստիտուտների ցանցի 27-րդ օղակը կդառնա Երևանի մասնաճյուղը,
Սա աննախադեպ երևույթ է։ Ուրախությամբ եմ ուզում նշել, որ Տուրիզմի հայկական ինստիտուտը ամուր բազա է եւ հուսալի հիմք կդառնա կրթօջախի կայացման համար։ Ստեղծված միջմշակութային դաշտը, բազմանկյուն համագործակցությունը ապագա խոստումնալից հեռանկարի գրավականն են։ Մի երազիր կյանքի մասին, ապրիր երազանքով։ Վատել ծրագրի այս նշանաբանը արդիական բովանդակություն ունի եւ էական նմանություններ Տուրիզմի հայկական ինստիտուտի կարգախոսին։ Ընտրեք մեծ կյանքի այն ճանապարհը, որը ձեր անհատականության բացահայտման ուղին կդառնա, այսինքն կյանքի եւ երազների ներհյուսთან արահետ կհարթի։ Հարցը միայն նրանումն է, որ պետք է բոլորս ճիշտ ընտրենք մասնագիտություն եւ ճիշտ կարողանանք ստանանք այն կրթությունը, որը կբերի մեզ հաջողություններ։ Ժամանակ անցկացնել կրթության մեջ, պատահական մասնագիտություն ընտրել չի կարելի։ Մարդը պետք է իր կարողությունների համաձայն, հնարավորությունների համաձայն կարողանա ընտրել մասնագիտություն եւ առաջընթաց ապրել այդ մասնագիտությամբ։ Մենք պետք է ինտեգրվենք եվրոպական, համաշխարհային, տուրիստական շուկա եւ այդ կրթություն։ Եթե մենք վատել ծրագիրը չինականացնենք Հայաստանում, ես չեմ կարծում, որ երաշխիքներ կունենանք այն ծրագրերը, որ պետությունը նորից դրել է մեր առջև, մենք կարողանանք իրականացնել։ Ես այսօր շնորհավորում եմ ինձ, մեր բուհին, տուրիզմի ոլորտին, որ կադրերի պատրաստումը Հայաստանում կտնենք նոր բարձունքի վրա, որով մենք կբերենք նորանոր հաջողություններ մեր երկրին։ Իսկ մեր երկիրը հրաշք երկիր է, որը անհրաժեշտ է աշխարհին ճիշտ ներկայացնեն արժանավորեն մեր երկիրը, մեր ժառանգությունը, այն ինչ որ դարերով ստեղծել է մեր ժողովուրդը։ Համալրել աշխարհի 26 առաջավոր երկրների ընտանիքը տուրիստական բարձրակարգ ուսուցման համակարգում անշուշտ երազի կամ պատրանքի տպավորություն կթողներ տարիներ առաջ, բայց այսօր գործնականորեն այդ բարձունքին հասնելու ճանապարհին գտնվող Տուրիզմի հայկական ինստիտուտը, որպես ոլորտի առաջամարտիկ, լուսավորում է այդ հորիզոնները, համոզմունքով, որ Հայաստանը դեռ կայուն խոսք ունի ասելու աշխարհին։ Вотель – это, во-первых, возможность интернационализации образования. Задача, которая на сегодняшний момент стоит. Վատելն առաջին հերթին կրթության միջազգայնացման հնարավորություն է։ Հարց, որը ներկա պահին ծառացել է ոչ միայն Ռուսաստանում եւ Հայաստանում, այլ նաեւ եվրոպական երկրներում։ Մենք տեղյակ ենք, որ Հայաստանը նույնպես ստորագրել է Բոլոնյան համաձայնագիրը, ինչպես Ռուսաստանը։ Հետևաբար, մենք պետք է ձգտենք գիտության ամենատարբեր ոլորտները համապատասխանեցնել Բոլոնյան համաձայնագրի պահանջներին։ Այս առումով, Վատելի ողջ համակարգը լավագույն հնարավորություն է ընձեռում ապահովելու ուսանողների եւ դասախոսների շարժունակությունը։ Բացի այդ, Վատելի ցանկացած ճյուղի ուսանող տեղափոխվելով այլ երկիր չի կրկնում ուսումնական տարին, այլ շարունակում է կրթությունը։ Սա ընդհանրապես համաեվրոպական կրթական տարածք ստեղծելուն է միտված։ Վատելի համակարգը հնարավորություն է տալիս պատրաստել մասնագետներ, ովքեր անմիջապես կարող են աշխատանքի անցնել տարբեր հյուրանոցային համալիրներում։ Ավելի քան 20,000 ուսանող կարող է փաստել այս ճշմարտությունը։ Տուրիզմի հայկական ինստիտուտը լուրջ ազդեցություն թողեց մեզ վրա, իր կարծրատիպերը կոտրելու նպատակասլացությամբ, միտված Հայաստանում տուրիզմի ինդուստրիան մոտեցնելու համաշխարհային մակարդակին, որպեսզի ապագա մասնագետները իրենց որակավորմամբ չզիջեն միջազգային չափանիշներին։ Վատել ծրագրի շնորհանդեսն ավարտվեց երաժշտական ակորդով, պրոֆեսիոնալ երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ եւ համաշխարհային մեծանուն կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ, տոնական երանգ եւ շունչ բերելով դահլիճ։ Հյուրերին հաճելի անակնկալ էր սպասվում նաեւ Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողական ռեստորանում։ Ֆուրշետի գեղեցիկ եւ ինքնատիպ մատուցում, որի պատրաստման եւ ձևավորման գլխավոր դերակատարներն անշուշտ ուսանողներն էին։ Դա նորարարություն է Հայաստանի համար։ Առաջին անգամ մենք տարածաշրջանում ենք առաջինն ենք, որ կմտնենք այս համակարգի մեջ եւ մտնելով այդ համակարգի մեջ, որտեղ կա արդեն գործերի դրվածքը, ուսումնամեթոդական ծրագրերը, կրթական ծրագրերը, պրակտիկայի անցկացման ծրագրերը, դրանք էապես կանդրադառնան նաև կրթման մակարդակի վրա։ Առաջինը, նախ կրթման սկզբունքները, դա կբերի միջազգային ստանդարտներին ամբողջությամբ համապատասխան։ Երկրորդ, ուսանողները հնարավորություն կունենան տարբեր երկրներում անցնել կրթություն, անցնել պրակտիկա, ձեռք բերել այդ միջազգային փորձը, որը ուղղակի անփոխարինելի է այսօրվա դրությամբ։ Երրորդը, սա կլինի նաև փորձի փոխանակման առումով եւ դրսից կգան մեր մոտ կրթվելու եւ մեր մոտից կգնան դրսում կրթվելու։ Սա նաև լուրջ հանգամանք կհանդիսանա նաև մեր սփյուռքի համար, նրանք կարող են գալ այստեղ կրթվել եւ ստանալ միջազգային կարգի դիպլոմներ։ Տուրիզմի հայկական ինստիտուտը, որ ինքը մտել է այդ համակարգի մեջ, նա դառնում է բազային կրթման կենտրոն եւ այդ առումով տուրիզմի ինստիտուտը ինչպես եղել է, այդպես էլ կմնա, ասենք այս ոլորտի առաջատարը
որպես մասնագիտական կրթական օջախ։ Տուրիզմի հայկական ինստիտուտը հիմնադրումից մինչ օրս լուրջ եւ կարևոր առաքելություն է ստանձնել. մրցունակ ներկայանալ տուրիզմի շուկայում, նպաստել Հայաստանի տուրիզմի ոլորտի կադրային պահանջարկի ապահովմանը, սփյուռքահայ երիտասարդությանը ներգրավել հայրենիքում տուրիստական կրթության մեջ, Հայաստանը ներկայացնել ու ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը։ Այս նպատակների կյանքի կոչման ճանապարհին մեծ ներդրում ունեն տուրիզմի հայկական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, իդեմս Ռոբերտ Մինասյանի, ինչպես նաև Հայաստանի լավագույն գործատու տուրօպերատորները, ովքեր դասավանդելով բուհում մասնագիտական կրթությունը զուգակցում են աշխատաշուկայի պահանջներին։ Ուսումնական պրակտիկան տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողներն անցնում են 20 երկրում, կատարելագործելով մասնագիտական հմտությունները։ Տուրիզմի հայկական ինստիտուտը իրականացնում է կրթություն նաև մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում։ Ուսումնառությունը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ արտասահմանյան այլ երկրներում։ Դեռևս հուլիսի 9-ին ենք արդեն Հայաստանից մեկնեցինք Հունաստան, Ռոդոս կղզի, որպեսզի անցկացնենք այնտեղ մեր արտադրական պրակտիկան, որը տևեց 3 ամիս, քանի որ Հունաստանը ինքնին հենց տուրիզմի կենտրոն է, իսկ Ռոդոս կղզին ինքը շատ հայտնի է որպես տուրիստական կենտրոն։ Մենք շատ լավ անցկացրեցինք մեր պրակտիկան Key Boutique Hotel-ում եւ կատարում ենք բազմապիսի աշխատանքներ։ Առավելությունը կանում է նրան, որ մենք ամբողջությամբ ուսումնասիրեցինք ամբողջ հյուրանոցի աշխատանքը, ամբողջ սիստեմային հետ ծանոթացանք եւ կարող էինք կատարել արդեն բոլոր աշխատանքները։ Տուրիզմի հայկական ինստիտուտի տված գիտելիքները իրոք բավականին մեծ առավելություն էր տալիս մեզ, որովհետեւ այնտեղ թեկուզ նրանք արդեն տուրիզմի ինդուստրիայում աշխատում էին, հյուրանոցում աշխատում էին, բայց մենք արդեն գնացել ենք որպես մասնագետներ։ Այնքանով էր գիտելիքները մեծ համար լավ, որ մենք կարողանում ենք տարբերակել նրանց եւ մինուսները եւ պլյուսները։ Այսինքն մասնագետի աչքերով էինք մենք նայում իրենց աշխատանքին։ Տուրիզմի հայկական ինստիտուտը հիմնվելով եւ միևնույն ժամանակ այս տարի ներդնելով արդեն Վատել ինստիտուտը Հայաստանում միշտ համարվել է տուրիզմի ինդուստրիայում առաջատար բուհերից մեկը, որը տալիս է տուրիզմի ինդուստրիայի համար անհրաժեշտ մասնագետներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում պարոն Ռոբերտ Մինասյանին իր ներդրումների համար, որ նա մեծ սրտացավով է աշխատում եւ ամեն ինչ անում է թե ուսանողի համար, թե աշխատակազմի համար, թե Հայաստանում տուրիզմի զարգացման համար։ Շնորհակալություն։ Հունաստանի Ռոդոս կղզում ուսումնական պրակտիկան անցկացնելու հնարավորությունը Տուրիզմի հայկական ինստիտուտի կենսական կարևոր քայլերից էր, որը ընձեռվելով ուսանողությանը աշխատանքի շուկայում հաստատվելու եւ կայանալու ուղեգիր է տալիս։ 15 օր առաջ եմ վերադարձել արտադրական պրակտիկայից, որը անցկացնում էի Հունաստանի Ռոդոս կղզում։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռեկտոր պարոն Մինասյանին, որը ինձ ընձեռեց այս հրաշալի հնարավորությունը անցկացնել պրակտիկան այնպիսի երկրում, որը հանդիսանում է պոտենցիալ տուրիզմի կենտրոն։ Ճիշտ է, այստեղ սկսած առաջին կուրսից անցել ենք պրակտիկաներ տարբեր տուրիստական գործակալություններում, հյուրանոցներում եւ այլ տուրիստական օբյեկտներում, բայց տարբերությունը մեծ է անցնել այստեղ պրակտիկա եւ անցնել արտասահմանում։ Եվ ողջունում եմ Վատել ինստիտուտի բացումը Հայաստանում, որը հենց հիմնված է 50% փորձի, 50% թեորիայի վրա, որը հենց հիմք է հանդիսանում նմանատիպ ուսուցման համար եւ հետագայում տուրիզմի ավելի բարձր կադրեր ստեղծելու համար։ Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողները վերադառնալով Հունաստանի Ռոդոս կղզում անցկացրած պրակտիկայից ոչ միայն ոլորտի առաջավոր փորձն են յուրացրել որպես հետագա գործունեության ուղենիշ, այլև մշակել են աշխատանքային ուրույն գործելավոճ, նախապատրաստվելով ընդառաջ քայլելու աշխատաշուկայի մերօրյա պահանջներին։ Տուրիզմի ինստիտուտի մատուցած գիտելիքների մասին կասեմ այն, որ տարեստարի մենք ուսանողներս համոզում ենք, որ մյուս տուրիզմի ֆակուլտետներից տարբերվում ենք, այսինքն ունենք առավելություն գիտելիքի առումով եւ վերջերս մեր ուսանողներից շատերը մեկնեցին Հունաստան, ձեռք բերեցին որոշակի փորձ, որը կարծում եմ փոխանցեցին որոշակի չափով եւ մեզ եւ դա կներդնեն տուրիզմի ասպարեզում։ Որպես տուրիզմի կառավարման ուղղվածությամբ բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, Տուրիզմի հայկական ինստիտուտի դերն այս օրակներով եւ հույժ կարևոր առաքելություն ունի մեր երկրում։